Շախմատային տախտակի հետևում, բայց առանց շախմատային մարտավարության 27-րդ դպրոցը տնօրեն է ընտրում։ Դպրոցը հայտնի է դատական քաշքշուկներում հայտնված տնօրենով։ Նախկին տնօրենը, որը պատասխանատվության է ենթարկվել բյուջեի միջոցները յուրացնելու համար, կրկին հավակնում է նույն պաշտոնին։ Համար 27-րդ դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը ընտրություններում դիտորդ է, մինչև ընտրական օրը բաց նամակ էր գրել, հիմնավորելով, թե ինչու պատասխանատվության ենթարկված Սուսաննա Սարգսյանը չպետք է լինի դպրոցի տնօրեն։ Ներկայացրել էր դրամական յուրացումների ցուցակը։ Ընտրությունը սկսված է, խորհրդի 8 անդամները լսում են 4 թեկնածուների դպրոցի զարգացման ծրագրերը։ Խորհրդում են մանկավարժներ, ծնողներ, քաղաքապետարանի եւ թաղապետարանի ներկայացուցիչներ։ Առաջինը խոսեց դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Թովմասյանը։ Հավակնորդը ելքերը առաջարկեց, ընտրողների գնահատականը դրական էր։ Երկրորդ թեկնածուն ծրագիրը ծայրից ծայր կարդաց, առանց գլուխը բարձրացնելու։ Ներկայացման ձևը խորհրդի անդամներին դուր չեկավ, ելույթից հետո դիտողություն արվեց, նախընտրական ծրագրում ուղղագրական սխալներ կային։ Տնօրենը պիտի գրագետ լինի, այստեղ այնպիսի ուղղագրական սխալներ կան, պարզապես չեմ ուզում բարձրացնել։ Երրորդ թեկնածուն նախկին տնօրենն է, նրա դատական գործով վճիռը ուժի մեջ էր մտել հունիսի 19-ին։ Սենյակ մտավ ամբիոնով եւ ելույթը ամբիոնից սկսեց։ Նախկին տնօրենը խոսեց դպրոցի հեղինակության բարձրացման, լրացուցիչ ֆինանսներ ձեռք բերելու եւ ներառական կրթության համար պայմաններ ապահովելու մասին։ Խորհրդի գնահատականը դրական էր։ Ներկայացնելով ձեր ծրագիրը, իզարմացնելով ձեր աշխատասիրությամբ։ Վերջին թեկնածուն հայերենի մասնագետ է, կետ առ կետ ներկայացրեց ծրագիրը, բայց խորհրդին դուր չեկավ, որ արդեն երրորդ տարին նա ներկայանում է նույն ծրագրով։ Խորհրդի 8 անդամները կատարում են փակ գաղտնի քվեարկություն։ Սարգսյան Սուսաննա եւ Սարգսյան Սուսաննա։ Անահիտ Բախշյանը զայրացավ եւ սենյակից դուրս եկավ։ Սենյակից դուրս Տիկին Սարգսյանի համակիրներն են, դպրոցի մանկավարժները ծափահարում են իրենց վերընտրված տնօրենին։ Ներսումս չէի հավատում։ Ցավոք սրտի թիվ 27 դպրոցում կոռուպցիան շարունակվելու է։ Տիկին Բախշյանը թղթապանակից հանում է Շենգավիթի դատախազի միջնորդագիրը։ Այստեղ թվարկված են տնօրենի յուրացումներն ու հափշտակումները։ Պետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս։ Սուսաննա Սարգսյանը ընդունում է դատարանի վճիռը արդարացի էր, բայց իր յուրացումները հանուն կոլեկտիվի էին։ Չարաշահումները դրանք եղել են գործնական բնույթի անհրաժեշտությունից ելնելով դպրոցի։ Օրինակ, հավաքարարի հաստիք կար, բայց այգեգործի հաստիք չկար։ Հավաքարարի հաստիկով այգեգործի են բարձրացրել, կամ եղել են այնպիսի, ուրեմն ներքին որոշումներ, որոնք միասնական են կայացվել։ Սուսաննա Սարգսյանը դպրոցը կղեկավարի 5 տարի, աշխատանքային պարտավորություններին կանցնի պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։ Հայկու Հիասատրյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։